Մեծյոթնյակի երկրները կարող են հակառուսական պատժամիջոցների խստացման տարբերակներ դիտարկել, եթե մոտ ժամանակներս Ուկրաինայի հետ հրադադար չհաստատվի, ինչը միավորման ֆինանսների նախարարների հանդիպման արդյունք է։ Մենք ողջունում ենք հրադադարի հասնելու ուղղությամբ գործարկվող ջանքերը։ Եթե նման հրադադարը չհամաձայնեցվի, մենք կշարունակենք ուսումնասիրել բոլոր հնարավոր տարբերակները, ներառյալ առավելագույն ճնշման տարբերակները, ինչպիսիք են պատժամիջոցների հետագա խստացումը, ասված է հայտարարության մեջ։ Հանդիպման մասնակիցները նաև անսասան աջակցություն են հայտնել Կիևին։ Ամերիկացի պաշտոնաթող զինվորական Դենիել Դեվիսը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերում իրավիճակը ցույց է տալիս ուկրաինական բանակի մոտալուտ փլուզումը։ Ստորաբաժանումների հրամանատարների պաշտոնանկությունները չարյաց փոքրագույնն է, ավելի լուրջ խնդիր է, որ ջոկատները լքում են մարտադաշտը, ասել է նախկին զինվորականը։ Նա հավելել է, որ Կիևն ի վիճակի չէ պայմաններ թելադրել ոչ մարտի դաշտում, ոչ էլ բանակցությունների սեղանի շուրջ։ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո Ուկրաինայի հակամարտության լուծման երկու ճանապարհ ունի։ Նա հայտարարել է, որ Թրամփը հակամարտության կարգավորման երկու ճանապարհ ունի։ Նա պետք է ընդունի Ռուսաստանի պայմանները կամ դուրս գա Մոսկվայի հետ երկխոսությունից։ Պրոֆեսորի կարծիքով ամենայն հավանականությամբ ԱՄՆ առաջնորդը դուրս կգա բանակցություններից եւ եվրոպացի քաղաքական գործիչներին թույլ կտա ինքնուրույն գործել։ Եթե ամերիկացիները դուրս գան բանակցություններից, ծիծաղելի է պարզապես այն, որ եվրոպացիները կկարողանան մենակ մնալ ռուսների հետ եւ նույնիսկ հետ մղել նրանց, եզրափակել է նա։ Լեհական պոլիտիկա ամսագիրը հայտարարել է, որ Եվրոպան չի կարողանա Ուկրաինան պահել իր ազդեցության գոտում։ Ըստ պարբերականի, Արևմուտքը փորձել է ուկրաինացիների ձեռքով պարտության մատնել Ռուսաստանին, սակայն հակամարտությունից 3 տարի անց թուլացել են ինչպես Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունները, այնպես էլ արտաքին օգնությունը։ Ուկրաինայում զորքերի տեղակայումն այսօր արդեն բավարար չէ, որպեսզի փրկի նրան ռուսական ազդեցության ոլորտում ընդգրկվելուց, ընդգծել է պարբերականը։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին հատուկ օգնական Դուգ Բենդոուն լկտիություն է անվանել ԵՄ-ի ներկայացուցիչ Կայա Կալասի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու պահանջը։ Բենդոուն հավելել է, որ Եվրոդիպլոմատիայի ղեկավարը բազմիցս քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին։ Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցություններից հետո Կալասը նշել էր, որ Վաշինգտոնն այդպես էլ Մոսկվայի վրա ճնշում չի գործադրել։